նախև առաջ մեզ համար կանխատեսել էր այս դատավճիռը եւ այս պատժաչափն ու պատժատեսակ։ Եթե հիշեք, նախորդ մեր հանդիպման ժամանակ մոտավոր նույն բանը ասվեց, որ 2 տարի 6 ամիս է առաջարկել մեղադրողը, դատավորն էլ մի 2 տարի ազատազրկում կկարդա իբրև հումանիստական իր դրսևորում։ Մի կարևոր բան էլ տեղի ունեցավ, որ կոնկրետ մենք արձանագրեցինք եւ ձեր տեսախցիկների կողմից նույնպես Միքայել Սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով։ Լրիվ ուրիշ հոդված։ Ինչի մասին։ Այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է պաշտոնատարանձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու։ Դատարանը ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Այսինքն լեգիտիմ չի այս վճիռը։ Տեսեք, մենք հիմա միասին արձանագրեցինք, որ դատավորը վերդիկտով մեղավոր էր ճանաչել 422 հոդվածի համար, հիմա դատավճիռ կարդաց 442 հոդված կարդաց։ Ձեր տեսաձայնագրությունները որ դիտեք, կտեսնեք, ուրիշ հոդվածի մասին խոսեց։ Սա հիմա գիտեք ինչ է հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր եւ Միքայել Սրբազանը չի կատարել ոչ 442 հոդվածը, ոչ 422 հոդվածով կատարված նախատեսված արարք։ Միքայել Սրբազանը իշխանություն զավթելու կոչ չի կատարել։ Միքայել Սրբազանը սահմանադրական կարգը տապալելու կոչ չի կատարել։ Այնինչ վերագրում են Միքայել Սրբազանին, դա իր կարծիքն է եղել նախկին իրադարձության վերաբերյալ, որը պատմել է։ Դա չի կարող կոչ համարվել։ Դա ներկա կամ ապագա ձևով չի կատարվել։ Ինչպես բացատրենք, որ չկա այստեղ իրավախախտում։ Իսկ եթե սխալ հոդվածը ձեր ասելով կարդացել, սա իրավական ուժ ունենում է նման դատավճիռ։ Տեսեք, հիմա չեմ ուզում առաջընկնել որոշ հուշումներ տալ դատավորին, հիմա տեսնենք։ Դատական ակտը Այո, ավելին ասեմ, մենք արդեն ստացել ենք Վճռաբեկ դատանի որոշումը, որով մեր բողոքը վարույթ չի ընդունել է մերժել է առաջի կալանքի հետ կապված եւ այդ մասով մենք նաեւ միջազգային ակցիան ենք դիմելու, եվրոպական դատան ենք դիմելու, այս դատավճիռը արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, դատավճիռը անպայման բողոքարկվելու է վերաքննիչության, Միքայել Սրբազյանը նույնպես սպասում էր այս դատավճռին, այսինքն ինքն էլ էր ակնկալում, ինքը հոգեպես պատրաստ էր, այո, ինքը ի սկզբանե տրամադրված էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել եւ իրականացվում։ Այսքան է, եթե հարց ունեք, խնդրեմ։ Իսկ մեղադրանքի, այսինքն հոդվածի փոփոխություն ինչով եք պայմանավորում։ Մտավախություններ ունեին, որ եթե բողոքարկեիք շատ հեշտությամբ հաղթանակի կհասնեիք, թե երկրորդ։ Չէ, եկեք թողենք թող դատավորը պատասխանի այդ հարցի։ Պրակտիկայում շատ արում են, երբ ասենք վճիռը կարդալուց ուրիշ հոդված են ասում, բայց մեղադրանքը Իմ պրակտիկայում առաջի դեպքն է, որ arczepiskopos-ի նման անհիմն մեղադրանքով դատապարտում են։ Առաջի դեպքն է իմ պրակտիկայում։ Պարոն Ահարոնյան